այդպես եկել է։ Եվ 35-40-45 տարեկան տղամարդը, երբ որ սկսում է սեռական թուլությունը, բնականաբար նա պետք է ստուգվի բժշկի մոտ, լուրջ եւ էնդոկրինոլոգի մոտ պարտադիր, որովհետեւ շատ գեղձեր պատասխանատու են այդ ֆունկցիայի նորմալ վիճակի համար, այդ թվում նաև գլյուկոզան, այդ թվում նաև գլյուկոզայի հանդեպ ռեզիստենտությունը, որը ընդհանրապես կարող է պատճառ լինել։ Այնինչ ինչ են ստուգում։ Ստուգում են հորմոններ, որոշ հորմոններ, ստուգում են անցանելիություն, չգիտես սպերմիայի վիճակ են ստուգում, երիկամ են ստուգում, մակերիկամ են ստուգում, ամեն ինչ ստուգում են, բացի նրանից ինչ որ պետք է ստուգվեր, իսկ ինչեր մեզ պետք է հիմնականը։ Այո, եթե տեստոստերոնն ես որոշում, ազատ տեստոստերոնը լինում է իջած, ազատ եմ ասում, քանի որ ընդհանուր տեստոստերոնը չի կարևոր, այլ թե ինչքանը կարող է ազատ լինել արյան մեջ, քանի որ նա արտադրված տեղից կապվում է սպիտակուցի հետ, սպիտակուցը տանում է բոլոր բջիջներին եւ գործում է այն մասը, որը կապված չի տանող սպիտակուցի հետ, ազդող մասը ազատ հորմոնն է։ Մի խոսքով ազատ հորմոն է, բայց արդյոք ճիշտ ենք ստուգում։ Եվ ստացվում է, որ բաց է թողնվում իսկ տարիներ հետո, երբ անոթները արդեն լուրջ ախտահարված են, շաքարախտից նյարդային բոլոր վերջույթները ախտահարված են ոչ միայն սեռական անդամի շրջանում, այլ ամբողջ օրգանիզմում սկաց կենտրոնական նյարդային համակարգից, չկա ճիշտ ռեգուլյացիա ձվի աշխատանքի,